կազմակերպությունը հարկային պարտավորություններ ունի։ Ու եթե այդ գումարը 10 միլիոն դրամից ավել է, դա արդեն քրեական գործ է։ Պետեկամուտների կոմիտեի նախագահը ասում է, որ պետք է դարձնենք այնպես, որ հարկ չվճարելը դառնա ավելի թանկ, քան հարկ վճարել, բայց կիսատ է։ Նախորժակները կչափավորեն, իշխանությունը կշահի։ Լուրջ կորուստներ ա կրում տնտեսվարողը։ Այսինքն այդ գումարը մարդը գնա մի տեղից ճարի կամ պարտք վերցնի, տարիներով այդ դատավարությունը գնա, այդ բիզնեսից էլ բան չի մնալու։ Ինչ խնդիրներ են առաջանում քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի կիրառման հետևանքով, երբ որևէ հարկատու մեղադրվում է 10 միլիոն դրամը գերազանցող հարկերը, տուրքերը չվճարելու համար։ Հիմնական խնդիրն է, որ այդ 290-րդ հոդվածը օգտագործվում է որպես դուբինգա բիզնեսի վրա ճնշումներ գործադրելու համար։ Հաճախ անարտար, հաճախ սխալ, բայց պեկը եւ քննչականը համատեղ կամ պեկի ուղղորդմամբ քննչականը դա օգտագործվում է որպես ճնշում գործադրի բիզնեսի վրա եւ պարտադրի վճարումներ։ Ռետյետի գործիքը որպես օգտագործում։ Այստեղ հիմնական խնդիրը նաև այն է, որ 10 միլիոն դրամից ավել խախտումը շատ փոքր թիվ է մեծ բիզնեսի համար։ Ենթադրենք ընկերություն անում է 10 միլիարդ դրամ շրջանառություն, չէ՞։ 10 միլիոն դրամի խախտումը հաճախ կարող է լինել կամ լուրջ շփոթում կարող ունենալ կամ նման տիպ այլ բան, բայց թիվը շատ փոքր է։ Թիվը պետք է համապատասխան լինի նաև շրջանառության հետ պետք է կապված լինի։ Ինչպես պետք է գործի պետությունը, որպեսզի մի կողմից գործարարը իրեն չզգա քրեական պատասխանատվության ենթարկելու վտանգի տակ, մյուս կողմից հարկերը չարամտորեն թաքցնելը չմնա անպատիժ։ Քանի որ հիմնականում պեկը գործում է պլանային հավաքագրման սկզբունքով, այսինքն տարվա պլան, ամսվա պլանը դնում եւ ինքը հավաքագրում է։ Այս դեպքում արդեն մեխանիկորեն բիզնեսի բոլոր խախտումները, պատահական, ոչ պատահական դիտարկվում որպես չարամտություն։ Անմիջապես ուղարկում են քննչական։ Պետությունը պետք է որպես գործընկեր բիզնեսին դիտարկի ու շատ հարցերի նկատմամբ քննարկի նաև։ Մենք այդ օրենսդրական առաջարկի մեջ ներկայացել ենք, եթե բիզնեսի վրա քրեական գործ են բացում կամ դիմում են քննչականը մինչև այդ գնալ բիզնեսին հարցնել եւ քննարկել այդ խախտումների չափսի մասին։ Առանց տեղյակ պահելու ինչ որ ինֆորմացիա են հավաքում, հաճախ սխալ, այդ ինֆորմացիայի հիման վրա գնում են դատի են տալի քրեական գործ են բացում։ Պետությունը այդ գործընկերային մոտեցում չի։ Գործընկերային մոտեցում քննարկումներն հարցնելն է, քննարկել եւ այլն, հետո վերջում, որ այդքան է ամեն ինչի հետ արդյունքում տեսանք, որ չէ լուծում չի գտնում, տեսանք, որ չէ բիզնեսը շարունակում է տրամաբանություն, բան նոր չարամտորեն պիտակ կպցնենք։ Ես կարող եմ ասել, պեկ տեսուչները ուրախանում են շատ ամեն խախտում տեսնելուց, որտեղ հնարավորություն ավելի շատ գումար շորթել։ Ապրիլին հայտարարել էիք, թե 2019-ից մինչև 2024 թվականը պեկի դեմ մոտ 11,000 հայցադիմում է ներկայացվել դատարան։ Կայացված դատական ակտերի մոտ 80%-ը հայցվորների օգտին է։ Պեկը չի կարողանում ապացուցել հարկատուի մեղավորությունը, թե խնդիրն այլ է։ Հիմնական խնդիրն այն է, որ պեկը չունի բավարար գիտական կամ մասնագիտական պատրաստվածություն, որովհետեւ պատշաճ պատրաստ լինի եւ պատշաճ գործերին պատրաստվի նաեւ։ Հիմնականում կիսատ-պռատ, սխալ ենթադրությունների հիման վրա այդ նախնական հարկային հաշվարկներ են արվում հիմնականում եւ դրանք ուղարկվում են քննչական էլ այդ ամեն ինչի հիման վրա արդեն քննչականի խնդիրը չի հասկանալ այս մարդը 1 միլիարդ դրամի խախտում արել թե 10 միլիոն դրամի խախտում արել, քննչական հայցակալը 1 միլիարդ դրամի խախտում արել։ Ըստ դրա գալիս են քննչականը գործողություններ անում կարևոր հանցագործների հայտնաբերում չաթերթներով հանցագործներ, հա, այս դեպքում ու այդ ու արդյունքում պեկը պարտվում, բայց այդ ասեմ, որ այդ շատ ուրախալի լուր չի էլի, որտեղ այդ ընթացքում բիզնեսները տուժում են արդեն եւ այլն, այսինքն տարիներ անցնում էլի մինչեւ այդ պարտություն դատական process-ները Հայաստան բավական երկար են։ Բիզնեսի նկատմամբ պեկի վերաբերմունքը ինչպես է անդրադառնում մեր երկրի համբավի վրա։ Արտաքին ներդրողները կամ գործարները, ովքեր որ ուզում են այստեղ գործ անեն, առաջի բանը հետաքրքրում են այդպիսի հարցերով, ինչ կա, չէ, որոնողական համակարգերում են նայում, ընկերությունները վարձում որ նայեն։ Ես մի լավ օրինակ գիտեմ, թարմ օրինակ, մի մեծ ընկերություն ուզում էր Հայաստանում ներդրում աներ, խոսքը գնում էր մոտ արպես մի քանի 100 միլիոն դոլար ներդրումի մասին, երբ որ եկավ այստեղ հաշվապահական խորհրդատվության ժամանակ, իրենք նաև իրան խորհուրդ տվեցին մի առանձին շատ մեծ գումար հատեն առանձին պահել, որտեղ ցանկացած պայ պեկը կարող գա, որ իրենց վճարել, որ հանգարց կոտանորը չփանթում չհայտնվի։ Այսինքն ներդրումային փաթեթի մեջ առաջարկում էր նաև ապագա պեկի քրեական գործերի դիմաց բաներ, որտեղ հաստատ գալու են մի քրեական գործ բացելու են, էլի, կգտնեն տարբերակ քրեական գործի։ Երբ որ այդ մարդը լսել է այդ
փաթեթի մասին, որ այսքան էլ պետք է հատկացնի, հավաքել էր վեճերը, գնացել նույն գործը Բրազիլիայում է հիմնել։ Այդ շատ կարևոր է, այսինքն երբ որ պետքի նման տիպ քաղաքականություն ազդում է նաև տնտեսական ներդրումների վրա, ինչպես արտաքին ներդրողներ, այնպես էլ ներքին։ Ներքին ներդրողներն էլ տեսնում են իր գործընկերներին նստեցրին, իր գործընկերոջ, չգիտեմ, տնօրենին նստեցրին, կնոջը նստեցրին, մորն են ձերբակալում, չգիտեմ, տարբեր ինչ ասած տեսնում են։ Պարզա ապագա պլանները Հայաստանը չի կապի։ Կաս եկեք դիվերսիֆիկացիա անեմ, հաջորդ ներդրում կանեմ ես Վրաստանում, կանեմ Ռուսաստանում, կանեմ Միացյալ Նահանգներում հաջորդ ներդրումը, բայց թող այսքան էլ այստեղ մնա լավ է։ Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրումը, առաքման տեղափոխման էլեկտրոնային գրքերի վարումը իրականացվում է e-invoicing ծրագրով, ինչ խնդիրներ են առաջանում համակարգի խափանումների պատճառով։ Խնդիրներ բազմաթիվ են, օրինակ հաճախորդը գալիս է հյուրանոց, ես այդպիսի դեպքեր գիտեմ, այդ բան չեն կարողանում ինվոյս գրեն, հաճախորդին ասում են դե չեն կարող ընդունենք, չի աշխատում համակարգը, ու չեն ընդունում, հաճախորդ դուրս է գալիս գնում այլ հյուրանոց, կամ չի գնում այլտեղ։ Այդպիսի երկրորդը արտադրությունը առաքումը բաց թողում, պետքա ուղեկցող փաստաթղթեր լինեն, չէ՞, առաքման այդ մի մեքենա ապրանք դուրս է գալիս, պետքա գնա սուպերմարկետ։ Պետք է ուղեկցող փաստաթղթեր լինեն, բայց ինվոյսինգը չի աշխատում, ուղեկցող փաստաթղթեր չեն կարող անեն, բայց հանկարծ որ բռնեցին, տուգանելու են։ Հարկային հանկարծ բռնեց, չի նայում, չի ասում, որ այսին ժամին իմ համակարգ չի աշխատել, չի հետաքրքրում այդ բաները։ Ուրախանում են, որ հանկարծ բան տեսան, ուղղակի տուգանեն։ Ու երկրորդ խնդիրը է դա, ասին առաքման դեպքում բան լինում, խնդիրներ լինում։ Երրորդը ուղղակի հաշվապահական աշխատողները չեն կարող հաշվետվություններ ներկայացնեն, չեն կարող գործարքներ անեն, տրանզակցիոն բաները, կոստը տրանզակցիոն արժեքները բարձրանում է գործարքների։ Այսինքն գործարք պետք է լինեն մի օրվա ընթացքում, լինի 3 օրվա ընթացքում, 2 օրվա ընթացքում, քանի որ ձգվում է։ Այդպեսի դեպքում ես էլ եմ ունեցել, այսինքն գործարք պետք անենք, չենք կարող գործարք անենք, որովհետև չի աշխատում համակարգը։ Հարկային եւ մաքսային օրենսդրության մեջ վարչարարության մասով ինչ փոփոխություններ են անհրաժեշտ ներդրումների համար մեր երկրի գրավչությունը բարձրացնելու համար։ Քիչ գործարարների նստեցնեն բանտերում, քիչ գործարարների վրա քրեական գործեր բացեն։ Մենակ ցանկացած ներդրող, որ նայ տարին-քարի գործարարի վրա քրեական գործ բացվում, Հայաստանում տարին միջինում 1000 քրեական գործ է բացվում բիզնեսների վրա, գործարարների վրա։ Մենակ եթե վնային հերիքա որ թողեն փախնեն Հայաստանից բոլոր պոտենցիալ ներդրողները, ու այդպես էլ կա։ Վերջ 2-3 տարիներում արտաքին ներդրում գրեթե չի եղել Հայաստան։ Երկրորդ կարևոր կետը շատ կարևոր է, որ այդ քրեական գործերը չբացվի, հենց նույն 10 միլիոնը շեմ պետք է փոխվի։ Որտեվ մեծ ընկերությունների համար 10 միլիոն շեմ շատ փոքր է ու ամեն քայլի քրեական գործեր են բացվում դրա հիման վրա, այդպես պետքա չլինի։ Այսինքն քրեական գործը պետք է առօրյա չլինի։ Քրեական գործը պետք է շատ հազվադեպ դեպքերում լինի, շատ ծանրակշիռ դեպքերում լինի եւ այլն, հետեւաբար այն մենք այդ առաջարկում ներկայացել ենք, պետք է կապված լինի բիզնես շրջանառությամբ։ Չգիտեմ, մենք ներկայացենք վերջի 3 տարիների դրանք շրջանառության 20%-ի չափով եւ խախտում եղավ, ուրեմն այդ դեպքում կարելի է քրեական գործ բացել, 15%-ի չափով խախտում եղավ, կարելի է քրեական գործ բացել, բայց ոչ 10 միլիոն դրամի ավելի դեպքում, էլի, այս դեպքում ոնց որ պետք ասում է, հա ճիշտ է, դուք գումարը վճարեք, քրեական գործ կփակվի, բայց կարող սխալ է այդ քրեական գործը բացվեց, էլի, ես ինչի վճարեմ գումարը, հետո դատի տամ, ասենք 3 տարի հետո պարզվի, որ ճիշտ է գումարս այս տանում, բայց 3 տարի այդ գումարից որ պետք է աշխատեր, դրա փոխարեն ով է տալու։